Պարոն Թաթոյան, Ռոբերտ Քոչարյան ասում է, որ եթե իրենք անլրջություն ցուցաբերեն, իրենց ընտրողին կկորցնեն, որն է ձեր տեսակետը այս մասով եւ արդյոք մեր հարությունը լուրջ ղեկավարը ցանկանում ունենալ, ինչպես օրինակ Ռոբերտ Քոչարյանն է ժամանակին, եւ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ինչպես կգնահատեք։ Որ վարքագիծը։ Օրինակ մետրոյում հենց ուտելու Մարդկային այցերի ընթացքում քաղաքացիների հետ շփման։ Շատ լավ։ Տեսեք, առաջին հարցը, որ վերաբերում էր Հանրապետության երկրորդ նախագահին։ Ես հատուկ ասել եմ մի քանի անգամ, նորից եմ ասում, որ այստեղ ես հարցը դիտարկում եմ բացառապես քաղաքական տեսանկյունից։ Եվ այստեղ մենք պետք է հաշվի առնենք անձնական հանգամանքներից վեր կանգնենք եւ գլխավոր նպատակից ելնենք։ Մեզ անհրաժեշտ է խնդրի լուծում։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին այս ընթացքում չանենք որևէ ուժեղացնող բան եւ նրան թույլ չտանք, որպեսզի նա հավաքի արհեստական, բայց լրացուցիչ լեգիտիմություն։ Եվ ես համոզված եմ, որ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը օգնում է Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ, ես համոզված եմ, որ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի դիսկուրսը բերել է նկատի ունենալով Հանրապետության երկրորդ նախագահի մասնակցությունը, որտեղ օրինակ Հանրապետության երկրորդ նախագահը հայտարարել է, որ թրիփը անվտանգության, Հայաստանի անվտանգության մեծ սպառնալիքն է դառնալու։ Ակնհայտ է, որ սա օգտագործում է որպես պատերազմի սպառնալիք եւ այս դիսկուրսը բերել է այդ պատճառով նաեւ։ Դրանից բացի, ես կարծում եմ, որ այն դեպքում, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, որ մեր ժողովրդի մեծամասնությունը իր հետ ապագա չի կապում երկրի կառավարումը, ինչպես որ մեր ժողովրդի մեծամասնությունը երկրի ապագայի կառավարումը չի կապում Նիկոլ Փաշինյանի հետ, նրա այս մասնակցությամբ ինձ մոտ հարցեր են առաջանում։ Այստեղ ուրեմն կա կամ բիզնես պաշտպանելու նպատակ, կա Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ ընդդիմություն լինելու նպատակ, չգիտեմ, կամ երկուսը միասին։ Եվ սրանք, ես կարծում եմ, այս առաջադրումը խանգարում է մեր կոլեկտիվ ջանքերին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի 2026 թվականի ընտրություններում։ Դրա համար ես նաև ուզում եմ ասել, որ ինձ համար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, հայտարարությունը եւ մասնակցությունը նույնն է, ինչ որ նա օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամության հայտ լրացներ եւ մասնակցեր։ Սա նույն էֆեկտն է ունենալու Նիկոլ Փաշինյանի համար։ Ու դրա համար Նիկոլ Փաշինյանի հետ կապված կա, չէ՞, ձևակերպում նաև, որ ասում են գնա։ Ես այդ հայտարարությունը ուզում եմ վերաձևակերպել եւ ասել գնացեք, որ գնա, որովհետեւ ակնհայտ է, որ դա օգնում է միայն Նիկոլ Փաշինյանին եւ լրացուցիչ սնունդը ու լեգիտիմություն է ապահովում։ Կարևոր նաև բան էլ։ Ես քաղաքական առումով նաև ասացի, որ սա նույնն է, ինչ որ Նիկոլ Փաշինյանի թե Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, որ քաղաքական առումով երկու ճաղատներ վիճում են, թե սաները ում է բաժին հասնելու։ Եվ շատ հստակ է, որ հայ ժողովուրդը չի պատկերացնում նրանցից որևէ մեկի հետ մեծամասնությունը երկրի կառավարումը։ Սա ցույց է տալիս նաև մեր շփումները մեր ժողովրդի հետ։ Եվ ես հույս ունեի, որ ուզում եմ այդ հույսը հիմա էլ պայփայել, որ առաջին եւ երրորդ նախագահների օրինակով, կարծեք թե նրանք չեն մասնակցում, այդ խելամիտ քայլերին նաև հետևեր Հանրապետության երկրորդ նախագահը։ Եվ դրա համար եմ ես ասում, ձևակերպումը գնացեք, որ գնա։ Այսքանը։ Հա, եւ Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպը մետրոյում։ Ակնհայտ է, որ դա մի մարդու վարքագիծ է, դեռ Արցախի հարցը, Արցախցի լինելու մեր հայրենակցուհու հարցը դնենք մի կողմ։ Ակնհայտ է, որ սա վարքագիծ է քաղաքական առաջնորդի, որը ոչ միայն անկարող է հայ կնոջը, հայ երեխային պաշտպանելու, այլ անամոթաբար պաշտպանված լինելով իր ախրաննիկներով, իր թիկնապահներով, իր թիմակիցների ներկայությամբ Երևանի մեջ
ահաբեկում է, սպառնում է հայ կնոջը ու հայր երեխային։ Հետո էլ ներողություն է խնդրում։ Ինձ համար դրանից հետո ցանկացած ներողություն, ուզում է լինի անկեղծ, թե կեղծավոր, թեև ես ընդհանրապես չեմ հավատում, որ դա անկեղծ էր, դա տղամարդկային արժանապատվությունից զուրկ մարդու հայտարարություն էր։ Սա ընդամենը ես այսպես եմ նայում այդ միջադեպին։